Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ։ Չնայած կառուցվածքային փոփոխություններին այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը։ Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը։ Ամեն մի բացահայտում, հատկապես երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչերն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն։ Այս բացահայտումներով նաև կանխվում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը, ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած, ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ։ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում ենք համայնքային ոստիկանության բաժինների, մեր գործընկերների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների հետ։ Բայց մեր բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է։ Վերջին շրջանում հենց այս բաժնի ուժերով բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր։ Օրինակ, մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին։ Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան Տերյան փողոցների խաչմերուկում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու։ Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի 6 տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ 2 դեղահապ։ Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի 7 տարա, մեկը կոնկրետ այլ անձի անվամբ։ Դեպքի առթիվ կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած տեղադրման դեպքերին։ Նման երկու դեպք բացահայտեցինք մարտի 31-ին և ապրիլի 1-ին։ Թմրանյութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին։ Ըստ օպերատիվ տեղեկության Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ։ Ապրիլի 1-ին ժամը 18-ին ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ, ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 31-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ։ Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված 4 փաթեթ։ Երկրորդի մոտ տեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար, ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև ծալովի դանակ։ Ըստ վերջինիս մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690,000 դրամով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութ Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին։ Այդ օրը ժամը 14:40-ին այս դեպքում միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում հենց մեթամֆետամին է։ Աչափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր դեպքերով ձերբակալված անձինք դատանի որոշմամբ կալանավորվել է։